Կներեք, բայց ձեզ կրտում են։ Սիստեմատիկ, պլանավորված ու բավականին անցավ ու պրոֆեսիոնալ կերպով։ Դուք դա չեք զգում, իսկ երբ սկսեք հասկանալ ինչ կատարվեց, ձեր ձայնն էլ ոչ ոք չի լսելու, բարակած կլինի։ Ինչ կատարվեց վերջին օրերի ընթացքում։ Ինֆորմացիոն աղմուկն այնքան շատ է, որ որոշ իրադարձություններ մեկօրյա էֆեկտ են ունենում ու գնում կորում են, չնայած հենց դրանք են ամենաէական ազդանշանները, որոնց պետք է ուշադիր լինել։ Հիմա կտամ երկու անուն՝ Արտուր Աբրահամ ու Ռոման Ամոյան։ Վստահ եմ գրեթե բոլորդ լսել եք այս անունները, հպարտացել եք նրանցով, գիշերները չեք քնել մենամարտերին սպասելիս, հուզվել եք Արտուր Աբրահամի այս արտահայտությունից։ Ես այս հաղթանակը նվիրում եմ մեր Եղեռնի 100-ամյակին, որ բոլոր աշխարհը իմանա, որ մենք հայերով աշխարհի որտեղ լինենք իրար հետ ենք, միշտ իրար կպած։ Ինչ խոսք, ես էլ ձեր հետ։ Իսկ ինչ կատարվեց։ Ապրիլի 20-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Արտուր Աբրահամի մարզադպրոցի բացմանը, սա էլ այնքան էր ոգևորվել, որ սկսեց դիֆերաբներ զոնել խզոր վարչապետին։ 5 օր անց Փաշինյանը մասնակցեց նաև Մալխաս եւ Ռոման Ամոյանների մարզադպրոցի բացմանը։ Թվում է, թե հասարակ նախընտրական տրյուկ է, երբ վարչապետը փորձում է սելեբրիթիների միջոցով իր կողմը ինչ-որ էլեկտորատ հավաքել, բայց սա միայն թվում է։ Սա ընդհանրապես բուն գործողության, այսպես ասած, պաբոչնի էֆեկտն է։ Իսկ ո՞րն է բուն գործողությունը։ Ձեզ ամորձատելը։ Ամեն տեսակ հեղինակություններին, հերոսներին արժեզրկելն ու իր մակարդակին հավասարեցնելը։ Այս տեխնոլոգիան կոչվում է նարատիվի ապամոնտաժում կամ գաղափարական դեկոնստրուկցիա։ Բայց որպեսզի ձեր գլուխը չհարտուկեմ բարդ տերմիններով, ավելի պարզ բացատրեմ։ Սա մի տեխնոլոգիա է, որի նպատակը հասարակության ընդհանուր հավատքի, միասնական խորհրդանիշերի ու հեղինակությունների թուլացումն է կամ իսպառ վերացումը։ Օրինակ, կար հերոս Էսինչյանը, որին բոլորը փորձում էին նմանվել։ Հիմա այդ հերոսը դառնում է սովորական մեկը, որին սկսում են ատել։ Ինչպես է աշխատում։ Ընդհանրապես հասարակության ցանկացած կայուն համակարգ հենվում է որոշ այսպես սրբացված սակրալ արժեքների վրա։ Ազգային հերոսներ, բանակ, եկեղեցի, ընտանիք, պատմական հաղթանակներ, մշակութային հեղինակություններ, բարոյական իդեալներ։ Թվածս կետերը Փաշինյանական ռեժիմի կառավարման բոլոր տարիներին սիստեմատիկորեն ոչնչացվել են, ընդ որում օրենսդրական մակարդակով։ Եթե ուզում ես թուլացնել որևէ հասարակություն կամ փոխել նրա ինքնությունը, ամենաարդյունավետ ճանապարհներից մեկը նրա սիմվոլների հեղինակազրկումն է։ Սիմվոլներ, որոնցից որոշները 100-ամյակների, նույնիսկ 1000-ամյակների պատմություն ունեն։ Տեխնոլոգիան սովորաբար աշխատում է հետևյալ փուլերով։ Առաջին՝ հերոսի մարդկայնացում։ Սկզբում հերոսին իջեցնում են պատվանդանից։ Ցույց են տալիս նրա թերությունները, սխալները, անձնական հակասությունները։ Իզուր չեն ասում, որ եթե ուզում ես որևէ հայտի մարդուց հիասթափվել, կտրվի նրա կերպարից ու գործերից ու ճանաչի նրան անձնական մակարդակում։ Արդյունքը երաշխավորված է։ Երկրորդ՝ իրոնիզացիա կամ մեմիֆիկացում։ Այսինքն, սակրալ կերպարը դառնում է հումորի, մեմերի, սարկազմի առարկա։ Երբ հասարակությունը սկսում է ծիծաղել սրբության վրա, այն կորցնում է իր իմունիտետը։ Երրորդ՝ բարոյական վերանայում։ Անցյալի կերպարները գնահատվում են նոր արժեքային համակարգով, օրինակ, նախկին հերոսը ներկայացվում է որպես բռնապետ, գաղութարար, հանցագործ, դավաճան եւ այլն։ Չորրորդ՝ նարատիվի բյուրեղացում։ Ասվում է միակ ճշմարտություն գոյություն չունի։ Արդյունքում հասարակությունը կորցնում է ընդհանուր պատմական հիմքը, իսկ դա հենց այն սոսինձն է, որը միավորում է խառը խմբերին ու դարձնում ազգ, հասարակություն։ Հիշում եք սրանք ինչ լոզունգով եկան, թե բա մենք իզմեր չունենք։ Այս հենց սրա մասին է խոսքը։ 5-րդ՝ ցինիզմի նորմալացում։ Վերջնական փուլում մարդիկ սկսում են չհավատալ ոչինչի։ Բոլորը կեղծ են, բոլորը շահամոլ են, հերոսներ գոյություն չունեն, Պատիեստը կեղտոտ է, Հիտլերը տեղում չի, Ցոյ ժիվ։ Մի խոսքով, սա ամենահզոր արդյունքն է, որովհետև ցինիկ հասարակությանը դժվար է համախմբել։ Այդպիսի հասարակությունը չունի որևէ սակրալ արժեք, որևէ բարոյական արգելք ինչ-որ բան անելու կամ չանելու համար։ Եկած օրվանից Փաշինյանը հեղինակազրկեց տարբեր հերոսների, որոնց մասին լեգենդներ էին պատմում։ Սկսեց Մանվել Գրիգորյանից, հետո անցավ պատմության դասագրքերին ու սկսեց խմբագրել պատմությունը ու պարզվեց, որ մենք այսքան ժամանակ ինչ-որ ուրիշ պատմություն ենք իմացել։ Հիմա էլ ոտնահարում է մեր ամենամեծ սրբությունը, որը դարեր շարունակ ազգային երազանք է եղել։ Երևի թե մեր միակ ու ճշմարիտ ազգային երազանքը՝ Արարատ լեռը։ Գիտեք, տարիներ շարունակ պատմաբանները մեղանչելով իրենց մասնագիտական պարտքի առաջ խնամքով թաքցրել են օրինակ Անդրանիկի, Նժդեհի, Դրոյի, Մոնթեի մեղքերը։
ու դա արել են մեկ մի բանի համար, որ այս անտերդուրս ազգը գոնե ինչ-որ հերոսներ ունենա, հպարտանալու բան ունենա, ոտքի կանգնելու ստիմուլ ունենա ու վերջնականապես չդեմորալիզացվի։ Իսկ Փաշինյանն ընդամենը 8 տարում հողին հավասարեցրեց մարդկանց 100-ամյակների աշխատանքը ու ստեղծում է բոլորովին նոր հասարակություն, անդեմ, անկամ, անողնաշար։ Տեր եղեք ձեր լավ եղեք։ Դուք հինազգին օր զավակներ Հայքի դավթի ուժն է կարել